Ամեն հանգստյան օր ավանդույթ է դարձել, ես իմ ընտանիքի անդամների համար սիրով սուրճ եմ պատրաստում։ Այսօր այդ օրերից մեկն է։ Որպեսզի սուրճը սերով լինի, այն սկզբից վերցնում եւ լցնում ենք բաժակի հատակին, այնուհետեւ երբ սուրճը լցնում ենք, զգում ենք ինչպես է սերը բարձրանում վերև։ Հիմա ես կդնեմ սեղանը, որպեսզի իմ լավները դաջարեն։ Պապուլ, մամուլ, եկեք։ Հետո պապ ոնց էր երեկվա ֆուտբոլը։ Բոլորսան հաղթեց 3-0 հաշվով։ Հենրիկ Մխիթարյանը մի հատ գոլ խփեց, գոլային փոխանցում տալ։ Բարև, ես Անուշն եմ, ծնվել եմ Երևանում 26 տարեկան եմ։ Մասնագիտությամբ միջազգային հարաբերությունների մասնագետ եմ, ինչպես նաև միջազգային իրավունքի և մասնագիտությունների մասնագետ։ Մանկությունս անցել է ոչ այդքան հեշտ, քանի որ սովետական ուսման տարիներն էին սովետականության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիները, որոնք բոլորս ենք շատ ծանր անցան, ստիպված էի որպես տան ամենամեծ երեխա հերթեր կանգնել հարցի համար, կամ քանի որ ջահելություն չկար, ցուրտ էր, նավթի համար հերթ կանգնել, բայց կարծում եմ այդ տարիները ինձ շատ են կոփել եւ այդ տարիների արդյունքն է, որ ես կարծում եմ շատ ուժեղ մարդ եմ մեծացել։ Կարծում եմ ցանկացած կյանքի էտապ ինչ-որ մարդու համար կոնկրետ նպատակ ունի, ես էլ կարծում եմ, որ նպատակային է իմ կյանքի էտապը, այդ էտապը այդպես անցնել։ Ասեմ, որ 2 տարի աշխատելուց հետո գնացի եւ սովորեցի Ռիգայում, մոտ 1 տարի ուսումս առա Ռիգայում, մագիստրատուրայի կոչում ստացա։ Սկզբից վարանում էի, արդյոք արժի գնալ թե ոչ, քանի որ այստեղ աշխատան, բայց հիմա որ հարցնում են, երբեք չեմ ասի, որ զուր գնացի, որովհետև կարծում եմ այնտեղ 1 տարի առանձին ապրելը, ինքնուրույն որոշում կայացնելը մեծ փորձ է ինձ համար, մեծ կյանքի փորձ հանդիսացան, շատ խորհուրդ կտամ այստեղ բոլոր երիտասարդներին հենց արտուղին վերցնել կյանքի, փորձել գոնե 15 տարեկանից ինքնուրույն կյանք վարել, որը ցավոք սրտի Հայաստանում դեռևս մշակույթ չէ, քանի որ տեղական որ շատ կնոպեր փորձում են իրենց երեխաներին դեռևս 18, 20, 25 տարեկանում իրենց թելի տակ պահել։ Երբ վերադարձա Ռիգայից, ասեմ, որ ապրեցի մշակութային շոկ ասվածը, որը իհարկե չէի սպասում, ինչ էֆեկտի կլինի, ինչպես կազմի վրա, բայց իրոք ես մշակութային շոկ ապրեցի, որը տևեց մոտ, ասեմ, տարի ու կես, ես այդ շոկի մեջ էի ապրում, անընդհատ փորձում էի ինքս ինձ հանգստացնել, որ շուտով նորից կվերադառնամ իմ նախկին կյանքի բնի մեջ։ Շուտով ասվածը տևեց, ինչպես նշեցի, 1.5 տարի, բայց իրոք շատ օտար էր ինձ համար այստեղ 1 տարի Ռիգայում ապրելուց հետո, որտեղ իհարկե ամեն ինչը իդեալական չէր, բայց ամեն ինչը մոտ էր իդեալականի, ինչ-որ չափով, օրինակ տրանսպորտին սպասելը կոնկրետ ժամի էր տրանսպորտը գալիս, այստեղ կանգնած տրանսպորտի է սպասում երբեք չի գալիս, կամ ուշացած է գալիս, կամ շատ այլ բաներ, որոնք էլի մեծ կապ ունեն ստերեոտիպների հետ հայաստանցիների գոյություն ունեցող, օրինակ ես այնտեղ որպես ուսանող ամեն ուրբաթ-շաբաթ երեկոյան մեր կուրսեցիների հետ գնում էինք երեկոյան հետաքրքիր ժամանակ անցկացնելու եւ վերադառնում էինք մոտ գիշերվա 2-ին 3-ին, իսկ հայ հասարակության մեջ կա այն կարծրատիպը, որ աղջիկը չի կարող ուշ 11-ից 12-ից ուշ վերադառնալ տուն, ու դա արժանանում է հարևանների,
ինչպես նաև կարող է արժանանալ հարևանների, ծնողների վատ արձագանքի, բայց ես որպես արդեն կայացած անհատ, ինձ համարելով կայացած անհատ, փորձեցի դեմ գնալ այդ կարծրատիպին եւ այն մոտեցման առաջնորդնել, որ սա իմ կյանքն է, ես իմ կյանքի տերը եւ պետք է ապրեմ այն ինչպես ուզում եմ։ Կուզենայի առանձնացնել ևս մեկ կարծրատիպ, որ առկա է հայ հասարակությունում, դա կանանց եւ աղջիկների դերն է։ Իհարկե շատ ուրախ եմ նշել նաեւ սա ևս, որ վերջերս հայ կանայք եւ աղջիկները մեծ դեր են սկսել զբաղեցնել իրենց բիզնեսները հիմնադրելով, իրենց անհատականության վրա աշխատելով եւ որպես անհատներ հանդես գալով, բայց այս խնդիրը ամեն դեպքում առկա է հիմնականում Երևանից դուրս եւ գյուղական համայնքներում. And today we are launching another topic, as you might Սիրում եմ իմ աշխատանքը, ներկայումս ղեկավարում եմ Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ ծրագիրը, որի շրջանակներում աշխատում ենք ուղղակի կերպով մոտ 40 երիտասարդների հետ Երևանում եւ Գյումրիում, որոնց մեջ փորձում ենք ձևավորել մի շարք հմտություններ ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի, հաղորդակցման, պրեզենտացիա անելու, ներկայացնելու, ինչպես նաև ինչը ամենակարևորն է, ակտիվ քաղաքացիություն ենք սերմանում եւ քննադատ մտածողություն ու նախաձեռնողականություն, բայց սա դեռ սկիզբն է, քանի որ մեր կողմից վերապատրաստված այս երիտասարդները Ես ունեմ նաև իմ սոցիալական բիզնեսը, այն է փորձում եմ, քանի որ միշտ երազել էի ինչ-որ փոքրիկ բիզնես ունենալ, որը կլիներ իմը, ինչպես նաև ստեղծագործ մարդ լինելով հանդերձ, որոշեցի իմ ստեղծագործական միտքը, ինչպես նաև ինքնաարտահայտվելու ներքին ճիճը արտահայտել փոքրիկ ու հետաքրքիր ակնճյուղեր պատրաստելու մեջ, այ օրինակ սա, ինչպես տեսնում եք, ծառ է ու գեղեցիկ կանաչի համադրությամբ, ինքը խորհրդանշում է մեր շրջակա միջավայրում առկա խնդիրները, օդի աղտոտվածության խնդիրը, ծառահատումների խնդիրը եւ այն կրողին, ինչպես նաեւ կրողին շրջապատողներին կոչ է անում ավելի հոգատար վերաբերմունք ցուցաբերել մեր շրջապատող շրջակա միջավայրի նկատմամբ, որը ես ցավով եմ նշում, քանի որ մենք ունենք շատ տաղանդավոր եւ աղջիկներ եւ կանայք նյութական սեռի ներկայացուցիչներ, բայց իրանք տեղեկացվածության պակասի, կրթության ողջ մնալու պատճառով շատ հաճախ իրենց գերագնահատում են եւ իրենց տեղը չեն կարողանում կյանքում գտնել եւ շատ հաճախ կախվածության մեջ են լինում արական սեռի ներկայացուցիչներից, մինչդեռ նրանք շատ հաջողակ կարող էին լինել եւ կրթության բնագավառում եւ բիզնեսի ոլորտում, եթե նրանց այդ հնարավորությունը տրվեր եւ եթե իրենք այդ կարծրատիպերից դուրս ապրեին,